20 տարի վարկային պատմություն ունեմ, 60%-ով էլի վարկ են տալի։ Գյուղատնտեսական վարկ։ Նույնն էլ ուրիշներն են, ինչ տարբերություն։ Պետությունը չի օգնեմ, որ գոնե այդ ձևի մարդկանց գոնե 5%-ով տան, հա։ Դուք վերցրել եք։ Հա, 20%-ով։ Վճարում են խեղճում են, մնից պարտքով վերենք ունեմ, ընդի տալի, ընդեն վերում ընդի տալի։ Բանկի հետ կարաս բան անես։ Գյուղացու արդյունքը նոյեմբերին նոր արդյունք հաստանեմ։ Նոյեմբերին նոր գյուղացու ձեռը փող անգնեմ։ Էնել, եթե մի բան կարենա ծախի։ Մինչև այդ լրիվ գյուղացին վատնամ այդ փողերը։ Բանկն է խեղճում, ասում է տուր, որտեն տաս։ Եթե ես չորենը չեմ բերի տու, չեմ ցանել, կարտոշկեն չեմ բերի, որտե՞ց այդ բանկի փողը տա։ Անասնապահությունն էլ կաթը նվակեմ էտա։ Մինուս դենի կաթը հանձնում են։ Նոր մի 20 դրամ ավելացել է։ 20 հեկտար սիմինտ եմ ցանել։ Հմել չորացնում եմ, հրատնամ կծախեմ, թե չեմ ծախի։ Ինչով է պետությունն օգնում։ Մի հատ բան ար 80 հեկտարին 80 բան են տալի սուբսիդ, հլա սուբսիդն էլ չեն տվի։ Համանքապետն է գիտի, գեղապետն է գիտի, գեղապետի ցանկացնել է բանել է ցուրտը տարել։ Այսինքն ոչ մի օգնություն չկա։ Ուրա, գեղապետը են դողաս օգնություն կա։ Բացի 80,000 սուբսիդ ոչ մի բան, դեռ սուբսիդներ չենք ստացել։ Ես ասում եմ, եկամուտը սենց պրմենք պարտկով, ես մարդ ինձ անցա պարտվերում եմ, ես սիրանին անար, գեղն ապրմով։ Գեղը մին միջոցով սենց բանկով կամ հրևանական, բարեգամական ապրում են ժողովուրդը։ Ես դինի գալիս իրա գիննա դնեմ, ես մարդը կովը սատ կոմա դաբաղա, ուզա ջուզ 200,000-ով տալտի 500,000 ծապրանքը, մատը բերրին ռեխինաս, մատը վերանտել ռեխինաս պապետ ինչ կերար։ Բիտ պապամ զադակ էր որ չես էտավ։ Ես ես շինարարությունն արել եմ, պարտքով եմ սկսել։ Հարազատ մարդուց վերցրել եմ, մի ամիս հետո կով եմ արել, կովի կաթը հանձնել, այդ պարտքը տվել, ստեղծ եմ 30 հատ կով ունեի։ Այսօր մեկն էլ չեն կարող պարենք։ Չարես մեր թաղը 67 երեխա էր մեր թաղը, որ հավաքում ենք խաղամել ու ստեղ էին հավաքվում։ Դո պախկվելոցը բռնելոցը իմ երիտասարդ բախտեր կխաղում ենք, զբաղվում էին կյանք կար, կյանք, երիտասարդություն կար, կյանք կար։ Հիմի գնայես ես նայես անցնես, իմ նման կարող է մի հատ ինվալիդ հիվանդ միվանդ կամ երկու հատ հիվանդ միվանդ մարդ պատահի կամ շաշուգիշ պատահի։ Իսկ խմելու ջրի մասին ինչ կասեք։ Դե չկա չի ելել ազիժանին, կոմունիստների ժամանակ նասոսներ կաչատ էին անում այդ ջուրը կաչատան լավերդի գնացող գծից, խմելու նորմալ ջուր էր։ Ես փլվեց, քանդվեց, ինչ էլ ուր գնաց այդ ջուրը, չգիտեմ, այդ ջուրը էլի գնում իրա ճանապարհը, ես գյուղն անջուրա ու անջուր։ Մենք ջուր քաշեցին, բուրոկման ջուրը, աղբյուր ունենք վերև բանի ընդհանուր գյուղի աղբյուր, հին պապենական աղբյուր կա, սարերից չող ջուրեր, այդ էլ չգիտեմ ինչ միացումներ տվին, ինչ էլա, ոնց էլա գրեցին խմելու ենթակա չի, խմելու վտանգավոր, ոչ թե վտանգավոր, պիտանի չի։ Ասաս դու բանը հետ իրար չի համընկնում, գոհ ես իման այդ վերընկած եմ, իրանք արդար են, իրանք լրիվ ճիշտ են, ում հետ ինչ խոսաս շատ ճիշտ են իրանք, մեղավորը դու ես որ բանկային հաշվարկ չգիտես, մեղավորը դու ես որ բժշկական չես վերջացրել, մեղավորը դու ես որ հողագործության այդ ինչ այդ ագրոնոմիա չես սովորել, այդ բուժումները բանը դու ես մեղավոր, ապրանքը անաստաբուժական չես սովորել, դու ես մեղավոր, լրիվ իրանց արդարացումներն ունեն, հողերը կարկուտ ընտարամ անձրև վտարավ, սելավ վտարավ, տարին տարով վնաս կրեցի, վիճակի չեմ էլ, հադուցում ոչ մի բան չեղավ, հողի հարգը չեմ կարեմ տամ, եթե չեմ մշակում եմ, վնասվում եմ, չեմ կարեմ մշակեմ, ես լավ եմ ապրեմ, հա, երևի, ոչ մի անգամ չեմ ստացել հատուցում, դե լապոտ մի բան բողոք, մի բան, որ ասել եմ, դարել եմ կլյաուզնիկ մատերիալիստ, խմելու ջուր չունենք, բացասական բանը այնա, որ մենք խմելու ջուր չունենք, մի քանի անգամ դիմել են,
բնակչություն ամբողջ բնակչությունը մենակ ես չեմ ասենք մի երկու հոգի անհատներով չէ դիմել են ու կլնի բայց հլա ասենք չկա